խնդիրն այն է, որ դուք հանդիսանում եք այդպիսի տեսակ, որտեղ ոչ թե դուք եք դարձել այդպիսի տեսակ, այլ Աստված է ձեզ դարձել այդպիսի տեսակ եւ ինչպես հարցվի դարաշրջանում դուք ունեք մարգարեական ներթափանցող տեսողություն, դուք ունեք ականջ լսելու համար, թե ինչ ասում Հոգին, երբ այդ որոտները խոսեցին իրենց ձայներով եւ այդ գաղտնիք ճշմարտությունները սկսեցին բացահայտվել, դուք սկսեցիք տեսնել ձեզ խոսքի մեջ, դուք վերջին ժամանակի այդ Դանիելներից մեկն եք, դուք վերջին ժամանակի այդ Եսթերներից մեկն եք, դուք սկսում եք տեսնել, որ դուք արտասանալու եք նույնիսկ մինչև թագավորության կեսը, հնարավոր է մի քանի տարի առաջ դուք նման եք ինչ-որ մովաբացի կնոջ, բայց հետո ձեզ բախտ վիճակվեց հայտնվել Բոոսի դաշտում, իսկ երբ դուք գալիս եք Բոոսի դաշտ եւ սկսում եք տեսնել ցորենի որանները, որոնք նա այնտեղ նետում է, չէ՞ որ հոգեգալստականներն այդպիսի բանով չեն սնվում, երբ դուք նայում եք որաններին, որոնք ձեզ նետվում են, եւ դուք վերցնում ու ուտում եք այս ամբողջահատիկ հացը, եւ դուք այն թխում եք, այն հագեցած է, դա հենց առողջություն է եւ ուժ։ Այս խոսքը, որը դուք լսում եք այս բոլոր տարիներին, սնվելով նրանով, մարդու որդու ամփոփող մարմին խոսքը պետք է բերի ձեզ Քրիստոսի կերպարին։ Ձեզ վիճակված էր հայտնվել այս դաշտում, դուք կարող եք ձեզ պատկերացնել, եթե դուք հայտնվեիք Եհովայի վկաների որևէ դաշտում կամ 7-րդ օրվա ադվենտիստների դաշտում, հոգեգալստականների դաշտում, պատգամի մեջ գտնվող մի դաշտում, որտեղ դուք նույնիսկ չգիտեք, թե ով եք դուք չգիտեք ձեր ժամանակը, ձեր շրջանը եւ ձեր խոստումը, չգիտեք, թե ինչպիսին է ձեր ապրումը, չգիտեք, թե որտեղ է այն տեղավորում խոսքի մեջ, չեք տեսնում ձեր անունը գրքում, դուք կարող եք պատկերացնել, որ դուք կապրեիք այնպիսի կյանքով, ինչպիսին այն կլիներ։ Բայց այն պատճառով, որ դուք հանդիսանում եք այդպիսի տեսակ, Աստված ձեզ նկատի ուներ։ Եվ Աստված ինչ-որ բան դրեց ձեր սրտի մեջ, որպեսզի դուք լսեիք, ճանաչեիք նրա ձայնը, ճանաչեիք նրա խոսքը եւ զբաղեցնեիք ձեր տեղը այս ժամին։ Թող Աստված, երբ մենք հիմա դադար արեցինք եւ մենք ընդհատվեցինք որոշ կետերի վրա, դուք արտացեք այնտեղ Ծննդոց 6-ում եւ 7-ում, որովհետեւ երբ մենք այնտեղ կարդում ենք, մենք տեսնում ենք այս ժամի պատկերը, երկիրը լցված է բռնությամբ։ Եթե ես սկսեմ խոսել ձեզ, դե դուք լսել եք խոսքը։